Բարև ձեզ, Երևան Today հարցազրույցի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան, շնորհակալություն հարցազրույցի հրավեր ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավիրելու համար։ Պարոն Մանուկյան, անդրադառնանք թերևս այս պահին ամենաակտուալ եւ ժողովրդի համար խնդրահարույց թեմային տրանսպորտի թանկացմանը, որքանով կարողացան քաղաքային իշխանությունները ապացուցել, որ տրանսպորտի թանկացման իրենց գնագոյացման հաշվարկը ճիշտ է, կամ կարողացան արդյոք։ Իմ կարծիքով նրանք ընդհանրապես չկարողացան հիմնավորել, որովհետև ամբողջ այդ քաղաքային իշխանություն աշխատող պետական աշխատողների մեջ չգտնվեց գետ երկու պաշտոնյա քաղաքապետանում, ում թվերը նույնը պիտի լիներ, ով քնում արթնանում իրանից երազում ինչ-որ թիվ տեսնում հրապարակում է։ Իրականում իրանք ոչ կարողացել են սակագին հաշվել, իրանք ոչ կարողացել են միավոր ինքնափոխադրման արժեք հասկանալ, ոչ է կարողացել են ընդհանրապես հաշվարկ կատարել։ Իրենց մոտ ամեն ինչը մոտավորապես է եղել, կամ ասեն առաջնահերթ մտնենք քաղաքացու գրպանը, քերենք քաղաքացուց ինչ կարող ենք, այնուհետև որոշենք թե արդյոք դա ոնց ելում, ինչ ելում, բայց այնինչ նորմալ երկրում, նորմալ իրավիճակում իրենք պետք է այնքան թափանցիկ լինեին, նախ հավաքագրումները իրենք բերեին այն նվազագույն մակարդակից թվերը լինել, բայց իրենց մոտ հակառակն էր, իրենք ասում են 50-60% թվեր կար, կամ ասում են 600,000 վերգետնյա տրանսպորտով մարդիկ փոխադրվում են, բայց այնինչ օրական մաքսիմում թիվը հավաքում են 35 միլիոն դրամ, այսինքն 25 միլիոն դրամ օրական գումար էր կորում եւ դա կարևորագույն խնդիր է։ Ինչպես նաեւ հակառակ կողմն է կար, նաեւ ծախսային հատվածը, թե ոնց են իրենք գումարները ծախսում եւ այս պարագայում նույնպես իրենց մոտ խնդիրներ կային։ Ամենապրիմիտիվ հարցը, որ կար, որպեսզի իրենք կարողանային հաշվարկը կատարել, այն ժամանակ դեռ երբ որ վարորդներն էին գումարը հավաքում, դա տուրնիկետ տեղադրելն էր եւ այն կամերաները, որոնք որ գումարը բերե տեղադրել էին ու որոնք որ չէին աշխատում, մուլյաժ էր դա։ Իսկ ես գնացել եմ Երևան ավտոբուս ստուգելու, ասեմ ուր է այդ կամերաները, մի հատ գնամ ստուգեմ, պարզվում է չկա, չեն աշխատում, էլի մի չգիտես ծիծաղես, լացելնես, ոնց անես, ինչ անես, բայց իրանք ընտրեցին այլ ճանապարհ եւ այսօր էլ այդ թալանը շարունակվում է եւ շարունակական process է կրում իրենց մոտ այդ թալանը։ Հասկացա։ Այդ թվերը, որ ներկայացնում եք, դա ինչի մասին է խոսում բոյկոտի տեսանկյունից։ Ստացվեց, չստացվեց։ Բոյկոտի տեսանկյունից գամ, ակնհայտ է, որ Երևան քաղաքում օրական երթևեկում է շուրջ 600,000 մարդ։ Ես հիմա այդ թիվը հիմնավորեմ, թե ինչու 600,000 մարդ երթևեկում է եւ որտեղից այդ թիվը իմ մոտ։ Երբ դեռ ավտոբուսի վարորդներն էին 100 դրամները հավաքում, ցուցանիշը դարձել էր շուրջ 35 միլիոն դրամ, այսինքն օրական երթևեկում էր շուրջ 35,000 մարդ։ Այս պարագայում այն ժամանակ, դա այդ ասում նոյեմբեր ամիսն էր, ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ հետևյալը, որ մասնավորը դուրս եկավ 118 ավտոբուս, մասնավորի տեղը մտավ պետականը, այսինքն այստեղ եւս մի 20% ավելացավ միանշանակ։ Այսինքն եթե 350,000-ին գումարում են 20%-ը, արդեն եկավ ստացվավ 420,000։ Ճիշտ է, հաջորդը դեռ այն ժամանակ վարորդները պնդում էին, որ մենք փողը վերցնում ենք, մի քիչ վերևներն էինք տալիս օրինակի համար։ Եվ Երևան ավտոբուսը կամ Սուրենը Գրիգորյանը ասում էր նվազագույնը այդ թիվը նվազագույնը 50% եւ ավել էր ստվերը։ Բայց եկեք մի քիչ ավելի փոքր 30%-ով բազմապատկենք թիվը, երբ որ 30%-ով մենք բազմապատկում ենք 420,000-ը, այսինքն ավելացնում ենք, առնվազն այդ թիվը դառնում էր 540-ից 550,000։ Ակնհայտ է, որ այդքան եթե դրանով գումարում ենք նաև տրոլեյբուսով երթևեկողներն, այսինքն 600,000 թիվը հրապարակած իրատեսական թիվ է։ Այսինքն այդքան մարդ երթևեկում է, եթե իրենք գումարը չեն կարողանում հավաքագրել, դա իրենց խնդիրն է։ Հիմա եկանք մյուս կետը, վերջի գործակարգավորական նիստերի ժամանակ իրենց հրապարակած թվերով շուրջ 200,000 օրական երթևեկողը եւ 200,000 երթևեկելու պարագայում ակնհայտ է, որ ճեղքվածքը շատ մեծ է, 1-2 ամիս։ Եվ այս ամեն ինչը քաղաքապետարանը հիմնավորում է իր կողմից ներկայացված նոր օրինագծով։ Այս ավականու նիստին քննարկվել է բյուջեի վերաբաշխումը։ Անցյալ տարի 8 միլիարդ դրամը չեն կարողացել ծախսել, դա ապաշնոր կառավարում է։ Այս տարի է եկել գումարը եւ կառավարի ավականու որոշումով ուզում են 2.5 միլիարդը տալ Երևան ավտոբուս ՓԲ-ին։ Այսինքն դա վկայում է հետեւյալ, որ փողը չի ավակվել, ստիպված ուրիշ տեղից են այս փողը բերում, որ իրենք դնեն։ Այսինքն բոյկոտը կայացել է եւ քաղաքացիների խնդիրն ինչ է, նորից եմ կրկնում, նաեւ մեր սիրելի համակարգացիներին, որ ոչ թե դուք հրաժարվում եք գումար վճարելուց, այլ դուք հրաժարվում եք մատերիալ դառնալ, տուգանքի քերթվելու, ձեր գերպարանը մտնելու մատերիալ դառնալուց եք հրաժարվում։ Այսինքն դուք ինչ եք ասում, ասում եք ժողովուրդ, մի հատ պարզ թափանցիկ արի ներկայացրա ամեն ինչը, ծերից ծեր, հատիկ առ հատիկ, մենք հասկանանք հաջորդ քայլն ինչ է։ Տեսեք ինչն է աբսուրդ։ Ուզել եմ իրանց ասած այդ 1.8 միլիարդ, որ ասում են ամսական մեզի փողը պետք, ասում եմ բերեք տեսնեմ այդ փողը որտեղ եք ծախսում, նախ ներկայացել եմ որ 1600 վարորդ ունեն։
Դա արդեն աբսուրդ է, որովհետև սա որը հայտարարում են մեզ ավտոբուսի վաղորդը անհրաժեշտ, օրական գից դուրս է գալի ըստ իրանց թվերի 560 ավտոբուս, մենա փոխով բազմապատկենք երկուսով, մոտ 1100 են լինում մարդիկ, եթե գումարում ենք, որ ռեզերվային ամեն օր գան մի 100 մարդ սպասեն, որ կարող խնդիր առաջանա իրենք փոխարինող լինեն, լինում է 1200, 400 աշխատող, թղթի վրա գրած է, այդ փողը դնում են իրենց գրպանը, 400 աշխատող։ Մյուս աբսուրդն ասեմ, էլի, այս նիստին իրենց խայտարակ եմ անելու, էլի, ասեմ միջև ականջների ծերը կոռուպցիայի մեջ եք, այս փողում ջեբն է այդում կարող եմ ես իմանալ, էլի, ու տեսեք ոնց է, բերել են ման ավտոբուսների վաղորդների օրինակը բերեմ, գումարը հաշվարկում են մեկ վաղորդի աշխատավարձը 700,000 դրամ։ Լավ արտաժամ, մարտաժամ մի կողմ գցենք 600,000 դրամ։ Կյանքների մեջ այդ խեչ ավտոբուսի վաղորդները տես թիվ չեն տեսել, կյանքների մեջ հասկանում եք ու իրենք այդ իրենց կապիկությունը որ անում են, էլի աբսուրդ է։ Իսկ մի հատ էլ տեղից են, եկեք հաշվենք ինչքան վաղորդներ կա, դե փողը մատ առանձին են գրպանները դնում։ Այս sense ուր է հելնում գնում։ Բա մնացած ծախսերը։ Լավ, իրանք գրել են վարձակալության վճար, մի հատ աբսուրդ գումար։ Լավ, տեսնում են, չէ՞ որ նոր ավտոբուսներ են։ Ձեր կարծիքով այդ նոր ավտոբուսների վրա ինչքան գումար ծախսեն ամսական։ Չեմ պատկերացնում ճիշտ։ 320 միլիոն դրամ իրանք ծախս են գրել, 800,000 գրել են, որ դրանք են սարքում։ Ճիշտ է, դրա առողջի բաժինը գրում են գազել իրանք, այդքան որ իրանք ճղում են գազել, չկա մի հատ արիքի գազելները նայեք ինչքան գազել կա Երևան քաղաքում։ Ճիշտ է, իրանք մոտ են տրամաբանությունը միշտ մանիպուլյացիայի վրա է, չէ՞ իրանք մոտ գնում։ 2022 թվականի ու 2006 թվականի գազելները բնականաբար տարբեր գազելներ են։ Այդ նույն բանն է, ոնց որ ասած 2005 թվականի Mercedes-ն ու 2024 թվականի Mercedes-ը նույնն են, բնականաբար նույն սերիայի, թեկուզ E կամ S կլասն է, լրիվ տարբեր ավտոներ են։ Մի նույնն էսի է, իրանք գազելներ դրա ասում են, չէ, դա ուրիշ գազել է, լուրջ եք ասում։ Կամ այսօր նկարել եմ, գնացել եմ Շենգավիթ վարչական շրջան, կանգառների վիճակը շուտով կհրապարակեմ, ողբալի է ուղղակի։ Մարդիկ, եթե օրինակ հյուր գնաք այդտեղ, հետո որոշեք որ երեկոյան տուն պետք է գնաք, ասես բախտագուշակի սկզբունքով, էլի, որտեղ կանգնեմ, որտեղ կանգառ կհամարվի։ Դե բացի այդ էլ պետք է գուշակել նաև թե երբ կգա տրանսպորտ կամ առհասարակ կգա թե չի գա, դա շատ վատ է այդ տեսանկյունից տրանսպորտի վիճակը։ Նվազագույնը երևի 30 րոպե մարդիկ կանգառներում կանգնում են, ինչ որ մի հատ տրանսպորտ կարողանան որ նստեն։ Երկրորդն ձեր խոսքը Շենգավիթում նշում էին նվազագույնը 45 րոպե։ Ներին բուլինգի ենթարկելն անընդունելի է, այսինքն իրանք ստրուկի պես էին պահում այս խեչ մարդկանց, զուգարան չկար, աբսուրդ էլի, այս մարդիկ արտաժամները չէին վճարվում նորմալ, հարկադիր պարապուրտը չէին վճարվում այս մարդիկ, աբսուրդ էր, էլի, գալիս են ասում են քո ավտոմեքենան ավտոբուսը պիտի լվացնես, սմարթ ջան, սովորական մոյկեն որ տանեմ ավտոն լվացնենք 5000 դրամ է, այսինքն իր աշխատանքը գնահատում էր 10000 դրամ, դրա համար այդ մարդը փող էր տանում տուն գողանում տանում, այսպես չնայած որ երբևիցե չեմ խրախուս, ասում ավելի լավ է մարդկանց աշխատավարձը բարձրացնեք, որ մարդիկը չգողանան տանեն, էլի, իրենց ասում է ժողովուրդ դուք խոսք եք տվել վաղորդների աշխատավարձը բարձրացնեք, մի գցում եք իրենց, քանի որ դուք ձեր ամբողջ կյանքով գցող եք դուք, հիմա գցում եք այս մարդկանց, հետո այդ քամին որ ցանել եք, փոթորիկ հետ քաղաքեք եւ այդ փոթորիկը հիմա է, որովհետեւ վարորդը օրինակի համար չի հետևում որ գումարը տան, ասում է իմ պարտականությունը ո՞րն է թղթով, էսա, ես սրա դիմաց վարձատրվում եմ։ Եթե դու ասում ես որ մի հատ էլ հետևեմ դրա համար, դա լրացուցիչ ծառայություն է, ժողովուրդ։ Բայց ի՞նչն է կարևոր, քաղաքացին գիտակցում է, որ իրանց արածը, սրանց արածը որ կա, անթույլատրելի է։ Եվ պարզ է, չէ, եկեք մի հատ sense մի բան էլ հասկանանք, որ կրիտիկական կետին եկե հասել է բոյկոտը, ինչի համար է եկե հասել, այսինքն կա վարչական ռեսուրս, պետական աշխատողներ, ովքեր աշխատում են ու որոշակի վաղը իրանց աշներին կամ իրանց ընտանիքի անդամները ստիպված իրանք օրինակի համար գնել են այդ տոմսերը։ Կա մարդկանց մի զանգված, ովքեր այդ իրանց կեղծ, որ մարդկանց հասանելիքը լավություն էին ծախում, օրինակ զոհվածի ընտանիքներին կամ կամավորականի կարգավիճակ ունեցող մարդկանց ընտանիքներին անվճար հասնում էր։ Այս մարդկանց օրենքով հասնում է, բերում են ավականու որոշում, բանգրագետ բան են գրում, որ ձեզի լավություն են կանում։ Այդ մարդկանց օրենքով էդի հասնում է, դուք կա լավ չեք, ինչ եք խոսում, էլի։ Մի զանգվածը նաև այս մարդիկ են, ովքեր որ օրինակի համար երթևեկում են անվճար կարգավիճակից։ Կա պետք է օբյեկտիվ լինենք, տուրիստների մի զանգված, որով Երևանում է կամ այլ ազգես, մարդը համարում ճիշտ է վճարելն է, երևի վճարում է։ Եվ կա օրինակի համար մարդ, օրինակ իմ ընկերոջ երեխան, էլի, ասում է, գիտես, դու ինձ դաստիարակել ես ամբողջ կյանքը այնպես, որ ես չեմ կարող նստել գումարը չվճարել, էլի։ Հիմա մենք էլ փող ունենք, ես չեմ կարող չվճարել։ Այս մեր ընկերն ասում է, բայց չէ որ նայում ես քո պապայի ընկերները բոյկոտի կոչ հանողներն են, դու ոնց որ ինձ ես վատ դրության մեջ դնում, ասում է, գիտես, պապ,
Ես նստում եմ ընկերների հետ, օրինակի համար իմ ընկերների հետ երթևեկելու ժամանակ չեմ վճարում, որ ընկերներս մենակ չլինեն, բայց ես որ մենակ եմ ելնում, իմ դաստիարակությունը թույլ չի տալիս ինձ։ Այսինքն կա նաև մարդկանց այս մի զանգվածը, որ թեկուզ լինի 500 դրամ, ինքը կարող է տա օրինակի համար։ Եթե գումարում ենք այդ քրիտիկական զանգվածը հիմա հասել է մարդկանց մաքսիմումը չի վճարում։ Եվ իրանք ինչքան պիտի ձգեն, ստեղ էլ մի հատ ուրիշ իրանք այսպես ժուլիկությունը կա, բյուջեի բաշխումը փողային առումով սկսվում է արդեն ապրիլ-մայիս ամսից, երբ որ արդեն փողոցների շինարարություն, ասֆալտապատում, տենդերներ, մյուս գալիս է։ Մինչև այդ բյուջեն գումարը հավաքագրվել է եւ գույքի հարկից եւ այլ տեղերից հավաքագրվել է, գումարն ունեն, կարողանում են ուրիշ տեղից վերցնել, տալ Երևան ավտոբուսի ծակերը փագել, ոնց որ հիմա են իրանք անում։ Բայց նորից եմ կրկնում, այն որ 2.5 միլիարդ վերցնում են ու ուղղում են Երևան ավտոբուսին, ասում է, որ բոյկոտը կայացել է ու իրանք ֆինանսական խնդիրներ ունեն։ Պարոն Մանուկյան, դուք քիչ առաջ հարց բարձրացրեցիք, թե ունեն գնում այդ գումարները, օրինակ վարորդների մոտ գրանցել են, մենք էլ ունենք նման մի հարց։ Գույքարկը թանկանում է, տրանսպորտը թանկանում է, աղբահանությունը թանկանում է, այսպես շարունակ, կարմիր գծերը թանկանում են։ Դա ո՞ր են գնում այս գումարները, ում գրպանն են գնում։ Հիմա գանք թե ում գրպան են գնում այդ գումարները։ Սկսենք այդրանից, որ իմ գնահատման, որը պարբերաբար ես բարձրացնում եմ, դա համակարգված կոռուպցիոն բուրգ է գործում։ Ինչի համար, որովհետև միշտ հարց եմ տալիս, օրինակ ՀԿՑ-ին, ՊՎՑ-ին, ՑՊՊ-ին, չգիտեմ ինչքան ծերով տես կառույցներ կա։ Տղեկ, դες ինչքան են փայ հանում։ Ինչի համար եմ ասում ինչքան են փայ հանում, որովհետև ես այցելել եմ 3 այգիներ, օրինակ հաղթանակի 40-ամյակը Մալայցիայում, Մասիմում վերածննդի այգին եւ մյուս այգին էլ ուզում եմ մտաբերել, որտեղ եմ այցելել, 3-ն էլ կառուցում է, Դավթաշենում։ Դավթաշենի այգին 3-ն էլ կառուցում է նույն ընկերությունը, Կապալառն։ Այսինքն ստուգողն էլ էր նույն ընկերությունը, ինչն էր հետաքրքիր, որ այս ընկերությունը ամբողջությամբ թերի լքված վիճակում թողել էր, վերջում ինչ որ գործակարգավորականի ժամանակ ասեն լրացուցիչ բան կար, այս քաղաքապետարանի շենք մտել է, ինչ ասում են չես վախենում, որ խոսում ես այդ թեմայից, ասում են ինչի համար վախենամ, ասում են այդ ֆիրմայի տնօրենը կարող է, տերը կարող է ուժային կառույցներից մեկի փոխնախարարի քրոջ տղեն, այսինքն ուժային կառույցներից մեկի փոխնախարարիներ կամ տեղակալիներ օրինակի համար, ասում ես ոչ մեկիցդ չեմ վախում, դուք գնացեք, դուք հելնում եմ հրապարակայնորեն ասում եմ, սայլը տեղի չի շարժվում, ասում ժողովուրդ ուր է այս ամեն ինչը կարաք իմանալ։ Ուր այս ամեն ինչը sense գնում, էլի, կամ օրինակի համար ավտոբուսների մեջ են մանետնիկները, որ կար կոպեկը գցում էին, այդ սարքավորումը որ կար, եթե ճիշտ գիտեմ, ճիշտ եմ հիշում, էլի, այն ժամանակ թիվ հստակ հիշում եմ, 160,000 դրամով էին առել, այդ ծախսերն ասում եք ուր էին գնում։ Դու առնում ես գիտակցելով, որ դա քեզ պետք չի։ Դրա իրական արժեքը ես փորձեցի տեսնել ինչքանով կարող եմ առնել, 40,000 դրամ էր։ Մեկը պատական բարձվում է, որ այդ Օմնիկոնի ռուբոն որ կա, որ ինքը ծախել է, կապ ունի ուղիղ բանի հետ։ Արայիկ Հարուսյանի տեղակալի հետ։ Տեղակալի կնոջ Զարուհի չգիտեմ ինչան էր։ Իր ամուսինն է։ Այսինքն վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ամուսինը քաղաքապետանի մեծ տենդերներն է շահում, հասկանում եք։ Դա պատահական է։ Եվ միայն ինքն է շահում։ Հա, ուտես աննորմալ մեծ թվերով, ասում են դատախազություն, ձեր համար հարց չի ծագում, էսի ո՞նց է լինում օրինակի համար։ Ինչի համար եմ ասում համակարգված կոռուպցիա։ Կամ օրինակի համար դիմում էին առաջ, բայց այդ երևույթը ոնց որ թե վերացել է հիմա այդքան իմ խոսալուց հետո դե վախենում են, ամեն օր արդեն խոսում են դրանից։ Գնում ասում են քաղաքապետային, ասում են առաջ գլխավոր հատակագիծ չկա։ Ասում են այս տարածքը իմն է, այգի է։ Ասում են ո՞նց է քուն, ասում են քանի որ գլխավոր հատակագիծ չկա, տվեք ինձ։ Այս դրանք 2 ամիս չեն պատասխանում նամակին, ու ցանկացած նամակ, այսինքն վարչական իրավունքն է դա ասում, եթե 2 ամիս չի պատասխանում, դու արդեն քեզ որպես դրական պատասխան ես ընկալում եւ մտնում ես դատարան, արդեն պահանջելու հայցի բավարարման հայցով մտնում ես դու։ Մտնում ես սա Երևանի հողերը մեջ էին անում, սա ծերից է։ Արասում ժողովուրդ լավ լավ գործ հարուցեք, տեսեք ում վրա է մակագրվել, որ չի պատասխանել։ Խի չի պատասխանել։ Մարդը դրա արդյունքում մի հատ դատական ծախսն է դուք փակում, հողն մեզանից գողանում տանում եք։ Հողի գողն ու փողի գողն է օրինակի համար, դու կարող լավ չեք։ Կամ օրինակի համար Երևան քաղաքի զարդարել ես, մեկ այդ փողերն ուր է գնում։ Ուրեմն գնացել է անցյալ տարի Վիկտորիա մանկապարտեզի բակում, այդ մանկապարտեզը գնացել է աբսուրդ է, նորմալ մանկապարտեզերը Մալաթիա Սեբաստիան համայնքում, իդեալական վիճակ, գնացել է լքվել էր այդ մանկապարտեզը, հատուկ են լքել, հետո ասեն պետք է վթարայինա քանդեն տեղը էլիտար շենք սարքեն, որովհետև այդ հարևան բակի ժողովուրդներին ինձ հրավիրե խնդրել որ գնան։ Գնամ տեսնեմ նոր տարվա անցյալ տարվա լույսերը անտերի պես լսվել են այդտեղ։ Ուրեմն հատուկ շատ կար, շատ վարչական շրջաններում էին նկատել նախորդ տարիների լույսերը, տարբեր գույների, սենց խառը են, որ Այս մեկն էլ տենց տարել էին անտերությամբ լցել էին դուրս, փող էին դուրս գրել նոր նարը տարե դրել էին այնտեղ։ Հիմա հարց եմ տալիս ժողովուրդ,
Հա, ինչ է հետաքրքիր։ Ուրեմն ես դա նկարել էի 2 ամիս առաջ, հետո 2 ամիս հետո մի հատ նորից եմ նկարել, հրապարակել, այս վարչական շրջանի շուստի ղեկավարը, այսպես ասած, գրել էր մենք 2 օր առաջ դուրս էինք հանել, տեսնեինք որն է աշխատում, որը չէ, բայց ավականին եկեք իր փաստ արձանագրել որ մենք լքված են։ Հետո 2 ամիս հին վիդեոն գցեցի, որ նույն ձևով էդի տեն շպրտված է, ինչ եք խոսում, կա դուք լավ չեք ժողովուրդ, էլի։ Ու նայեք ոնց այդ նույն փողը դուրս են գրում իրանք։ Իսկ ինչ է ստացվում։ Հինը ունեն որ կարող են անել, չէ, իրանք հատուկ գնում են դրա վրա, որ փողերը մսխեն։ Կամ բաներին, թաղապետերին տալիս են հրատապ խնդիրների լուծման ծախսեր 800 միլիոն 750 միլիոն դրամ օրին։ Արասում այդ ո՞րն է ձեր մոտ հրատապ, որ դուք չեք կարողացել պլանավորեք, էլի, թե ախպերափայ ձեզի գրեֆ եմ տալիս, ծախսեք օրինակ։ Աբսուրդ է, այդ միլիոնները այտենց հեշտ չի աշխատել է։ Պրոստը հեշտ չի, կամ օրինակի համար ձեռ էի առնում, ասում եմ ես 200 միլիոն դրամը գազանոցում, ինչ եք գրի, ինչ եք, ասում եմ փղի վանդակ եմ սարքում։ Ասում եմ փղի կլետքի համար 200 միլիոն, տեղ կա դուք լավ չեք։ Չեն կարողանում հիմնավորել թե որ ծախսն ինչ են արել։ Հիմա ծախսերի ինչ են արել, դրա ներկայացումն է, վաղը չեմ ասորը շատ հետաքրքիր է լինելու։ Ու ստիպված ինչն է իմ համար ցավ էլի, ուղարկում են իրանք քաղաքապետարանի M պաշտոնյաներին այդ հարցը ներկայացնելու հանրություն, որոնք որ պարկեշտ են, ընդհանրապես կապը չեն ունեցել դրա հետ, եկել են գույն են տալիս, կարմրում են, հասկանում ես, մեծ խեշկինը կապ չունի ընդհանրապես, ինքը ֆինանսիստն է, նստել է թվերը բերեն, ինքը չի տեսնում, ինքն էլ հասկանում խայտարակություն այդ ամեն ինչը, էլի։ Դուք խոսեցիք կոռուպցիայից, վերջին շրջանում Երևանի քաղաքապետարանում անդադ ձերբակալություններ են, երբ մենք բարձրաձայնում ենք կոռուպցիայի մասին, ասում են, տեսեք, չկա դե ձերբակալում ենք, կոռուպցիա չկա, հենա, մերոնց էլ ենք բռնում, սենց ասած։ Բայց փաստացի այդ կոռուպցիա սխեմայի արդյունքում են բռնում եւ հարց այդ բռնելուց հետո ինչ է լինում ընդհանրապես։ Որոշները ազատ են արձակվում, պատմությունը առհասարակել չենք էլ իմանում, թե ոնց ավարտվեց, ինչ եզրահանգում եղավ։ Այ ինչ կասեք համակարգային կոռուպցիայի մասին, որ գործում է ու որքանով է դա համակարգային։ Տեսեք, համակարգային ասածը ես ինչ եմ ենթադրում, համակարգային ասածն է նա, որ կա հովանավորչություն, այսինքն դրանք թողնում են, որպեսզի այդ կոռուպցիան, այդ թվերը, այդ թալանը տեղի ունենա։ Այսինքն դա համակարգվածն է, որտեղ բազում օրինակներ, երբ որ ես բերում եմ, ընդունենք Թելսելի օրինակը բերեմ, ես որ ասում եմ, Թելսելը ժողովուրդ ջան փող է գողանում, Թելսելն օրինակի համար պայմանագիրը ապօրինակ է կնքվել, ոչ մի ընթացք, այսինքն ես հանրային մարդ եմ, երբ որ ես հրապարակայինորեն ասում եմ հանցագործության մասին հաղորդում, իրանք պիտի օրինակի համար գործ հարուցեն, նվազագույնը ինձ կանչեն բաժին, ասեն եղբայր դու ստախոս ես օրինակի համար կամ անպատասխանատու հայտարարություն ունի, երբ որ իրանք սայլը տեղի չեն շարժում, դա ենթադրում է որ նրանք միջոցով այդ գործի հետևից չգնաք, որովհետև ես ինչ հայտարարում եմ, դա փաստաթղթավորված է եւ հիմնավոր է, ինչը որ ասում դա սենց է օրինակի համար, եւ իրանք այս պարագայում եթե գնան, պիտի օրինակ ձերբակալեն կամ ձերբակալություններ լինի, դա մեկ, երկրորդը հիմա կամ քաղաքում ընդհանուր ինչա տեղի ունենում, էլի, իմ գնահատմամբ հետեւյալն է տեղի ունենում, էլի, որ փայ, այսինքն փայ են տալիս, այսքանը թույլատրելի է, այսքանը անթույլատրելի է, որ պետական պաշտոնյան մի փոքր չափից ավելի շատ է սկսում գումարներ դնել, քաշել իր գրպանը դրա, նույն րոպեին բռնում են այդ պաշտոնյանին, նույն րոպեին, այսինքն մնացած պարագայում ափաշքեր ասում ժողովուրդ ստեղ էս խնդիրը կա, ստեղ էս խնդիրը կա, ձեն չեն անում։ Մեկ էլ անցնում է ագին ժամանակ, այդտեղից մի փոքր ավել, հոպ, մեկին ձերբակալում են։ Բայց ի՞նչն է հետաքրքիր։ Այն մարդկանց, որոնց որ ձերբակալում են, այս մարդիկ էլ ասում են, գիտեք ինչ կա, այդ ՀԿՑ քննչական կոմիտե գործ սարքողներ են, գործ են վրեկներս կարում։ Թորոսյան Արսենը մեկ, ասում է կոവിഡ്ի հետ կապված իմ վրա գործ են հարուցում օրինակի համար, գործ են շինում մեր գլխին։ Այսինքն ստեղ հարց է գալիս, էլի, ոնց է լինում, որ այդ ուժային կառույցները ում գլխին ուզում են սարքում են, ում գլխին ուզում են չեն սարքում։ Կամ ուրիշ բան ասեմ, երբ որ ձերբակալում են թաղապետ, վարչության պետեր, բաժնի աշխատողներ, այսինքն եթե ես ղեկավարն եմ, իմ ենթակայության տակ նմանատիպ գործառույթներ, ուրեմն ես տեղում չեմ, ժողովուրդ։ Այսինքն կամ իմ հովանավորությամբ է լինում։ Կամ իմ հովանավորությունից դուրս եկավ, ասի ձերբակալեք։ Ես ավելի շատ հակված եմ դրան։ Այսինքն որը որ օրինակի համար չափը անցնում է, ձերբակալում են այդ մարդկանց։ Ձերբակալում են այդ մարդկանց։ Իմ գնահատման կանա դա է, որովհետև աբսուրդ է, կամ օրինակ ինչ նամակ գրում ես քաղաքապետարան, աբսուրդ, մի հատ ուրիշ բան կպատասխանեն իրանք, էլի։ Ուժեղ կրուտիտ են իրանք ելնում, էդ էլ ասեմ։ Բայց չի ստացվում։ Այ այդ գումարների շորթումներ, տակովանել, սեն ժողովրդի լեզվով ասած, այդ թեմայի մեջ կուզեմ մի փոքր խոսեք Անիֆի հետ կապված սկանդալային իրավիճակից, ձեր գնահատական իրավիճակի հետ կապված ու Աբինյանի մասով։ Ամենացցուն օրինակը համակարգային կոռուպցիայի իմ կարծիքով դա Անիֆն է։ Ինչի համար, որովհետև միլիարդավոր դրամները մեր հարկատուների, մեր քաղաքացիների վճարված
իրանք ուղղել են կամ այսպես գրեֆեն արել լավ ախպերներին իրանց։ Այսինքն մսխում են միլիարդավոր դրամներ, դրա դիմաց ոչ մեկ պատասխան չի տալիս։ Դա այն պարագայում է, երբ որ երկրի համար մեկ դեմքի կողմից ցուցում կա դրա հետևից չգնալ։ Ինչ է նշանակում, երբ որ վարչապետը հայտարարում է, որ դա խայտառակություն է, բայց խայտառակության համար ոչ մեկ չի պատժվում։ Եթե օրինակի համար մենք այսօր մեր հարկը չվճարենք, հարկայինը գիտեք ինչ կանի մեր ինչ տուգանքի տակ գցի, բայց այդ հավաքված գումարը ուղղորդվել է գրեֆ արել սրան նրան մյուսին եւ այդ անիֆի աշխատող մի քանի դեմքերին էլ այսօր բերել են քաղաքապետարան, ում որ հարց է տալիս, օրինակ դուք աստղաֆիզիկայի հետ ավելի մոտ կլինեք, քան օրինակի համար իրանք այդ քաղաքային տնտեսության, բայց այդ մարդկանց հավաքի բերել լցրել են այդտեղ էլի ու հարց է տալիս, իրանք չեն կարողանում բռնել, չեն կարողանում հասկանալ։ Այսինքն նույն այդ անիֆի ներկայացուցիչները գալիս ասում են տրանսպորտային վիճակը խայտառակություն է, մի հատ ուրիշ մեկն է գալիս ասում է, չէ, գիտեք, իշքա ամեն ինչը իդեալական։ Անիֆի օրինակը տեսեք, ինչն է հետաքրքիր, նորից եմ ասում, որ իրանք պետական ռեսուրսները ուղղակի գրեֆ են արել նրան։ Ինչի համար եմ ասում գրեֆ են արել, որովհետև այդ փողերը անհասկանալի պրոյեկտների համար տվել են ու տակը փոշիացել է ինքը։ Դրա համար պատասխանատվություն ոչ մեկ չի կրել։ Նույնիսկ գործ չի արուցվել, հետևաբար համակարգային կոռուպցիան հենց սա է։ Կոռուպցիան պոզով պոչով չի կամ սահմանված չի, որ այս բաժակի տեսք ունենում, մեջ այսքան ջուր է։ Մի պարագայում բաժակը լիքն է լինում, մյուս պարագայում գրաֆինկով այդ ամեն ինչը լինում։ Այսինքն ամեն կոռուպցիան յուրովի դրսևորում ունի։ Եթե միտեղ օրինակ կոռուպցիա ասում են նամակին չպատասխանես, հողերը կվերցնեն իրանցով կանեն, մյուս պարագայում ասում են ընկեր, դուք տենդերը չշահում ես այս գնով, մեզի հատկատ ես բերում տալիս, կամ մյուս պարագայում տենդերը շահում են, հետո ասում են մի երկու բան ավելացնում ենք, ավել գումար են տալիս, այդ մարդու շահած տենդերը գալիս տեղն անում։ Նույն կոռուպցիա չի, որ օրինակի համար բազում լիքը, չգիտեմ, մանկապարտեզ, անցումները սարքում են խայտառակ վատ վիճակի, երկրորդ անգամ նորից փող են դուրս գրում, որ սարքեն։ Հաղթանակի 40-ամյակի այգին հավաքում են օրինակի համար գումարը տալիս են սարքելու, լավ չի սարքում, նորից են գումար տալիս, դա ո՞նց է լինում։ Բայց նույն ասֆալտի պարագայում։ Ասֆալտի պարագայում խայտառակություն, քան որ ասֆալտ են երգում, այս Շենգավիթ համայնքում նկարել եմ, դուք ուղղակի կզամանաք, ասեք, սա օրինակի համար, չգիտեմ, գազայի հատվածն է, չգիտեմ, Մեխակավանն ու Աղդամն է, թե որտեղ է օրինակի համար, այս որտեղ եք նկարել այս վիդեոները Երևանում, հա սա абսուրդ է, բայց էլի եմ ասում, համակարգված կոռուպցիայի ամենա sense մատով ցույց տած դա անիֆն է։ Պարոն Մանուկյան, մի փոքր խոսենք նաև աղբահանությունից, վստահաբար ինչ որ բողոքի ալիք նաև այս թեմայով շուտով կբարձրանա, ինչ եք կարծում, արդյոք հնարավոր չէր թողնել նույն անձը 200 դրամը, ինչի է միտված այս թանկացումը, այս հաշվարկը, քառակուսի մետրով ով է հաշվարկում աղբահանությունը առհասարակ։ Գիտեք, խելագարության կանխավարկածով են քաղաքային իշխանությունը շարժում, թե ով ավելի խելագար ինչ-որ մի բան կներկայացնի, էլի։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր, աղբը ստեղծողը գեներացնողը մարդն է, անձն է։ Այսինքն նույն ընդունենք այդ Խարբերդի այդ զանգվածը, որը որ Շենգավիթ համայնքի շրջանում է, մարդիկ սեփական տներ են, օրինակի մոնը շուկվանից ունեցել են, տան մեջ ապրում է երկու հոգի, տատիկը, պապիկը։ Տատիկն ու պապիկն ասում է, բալաջան, ասում է, իմ աղբը շատ քիչ է, էլի հասկանում ես, ասում է, որ քառակուսի մետրը կպնի ձեր գլխին, ասում է, քառակուսի մետրը չի աղբը գեներացնում է անձը։ Եվ հետևաբար, երբ որ իմ սոցիալական պայմաններն ավելի վատ է, այսինքն երկում ինչ է տեղի ունենում, գնաճ է տեղի ունենում, բոլորս դա նկատում ենք, էլի ինֆլյացիան։ Այսինքն այս պարագայում մարդիկ սկսում են ավելի քիչ սպառել, որովհետև օբյեկտիվ սկսել են շատ վատ ապրել մարդիկ, էլի։ Այս մարդկանց բերում ես նորից աղբահանությունը փաթաթում ես թանկացում, գույքը հարկը թանկացնում են, աղբահանությունը թանկացնում են, եկող տարի վստահ եմ, լույսը կթանկանա, դա նույնպես կառավարության ձախողումն է։ Տրանսպորտը թանկացնում են, ամենտեղ թանկացում է գնում, ամենտեղ, այդրան գումարածը եթե մենք նայում ենք, որ շուրջ 7 միլիարդ դոլար մեր բյուջեն պարտք իր ավելացրել է, դա հասկանում ես, ուղղակի չես կարողանում հասկանալ, դե նաև փոքր այդ պարտքից խոսեցի, հիշեցի ակամայից էկոնոմիկայի նախարարին, որ մասնագիտության, ես էի ուզում ցիտել, որ ասում եմ մենք պարտքը չենք ավելացրել։ Ուրեմն գիտեք ինչա դա անգրագիտության ամենաբարձր մակարդակն է կամ փորձում են մելկակալիբրի մուտիլովչիկություն անել, դա գիտեք որն է, երբ որ 1-2 հոգի ծխում են, ասում կաները կրակայրի չունես, ասում այո, ասում կտաս, ասում չունեմ, ծիծաղում է, էլի մոտարապես իրանք էդ են։ Ինչի համար, որովհետև տեսեք, ներքին պարտքն ու արտաքին պարտքը պետության համար տես կապ չունի, ճիշտ է, ներքին պարտքն ավելի նախընտրել է որ քո երկրի, չգիտեմ, քո քաղաքացին, եթե հնարավորություն ունի, բայց ասենք թե դու տպում ես պարտատոմսը պետական,
եւ այդ պարտատոմսը օրինակի համար ներքին պարտատոմսը առնի EBRD-ին Հայաստանում։ Դա արտաքին պարտքա թե ներքին պարտքա օրինակի համար։ Կամ ընդունենք մատ ռուսական հայ-ռուս գազարտը առնի, դա ներքին պարտքա թե արտաքին պարտքա։ Չգիտես մարդիկ ասիկն ում վրա է ծիծաղում ժողովուրդ։ Ում վրա է ծիծաղում, էլի։ Այսինքն դա աբսուրդ է, էլի իրանք որ խոսում են պարտքը, պարտք է ավելացրել, ընկեր, պարտքի արդյունքում մնացորդային արժեք ինչ է ստեղծել։ Ինչ է ստեղծել կամ ինչ երեսով է գնում Գյումրի, երբ որ 7 տարվա մեջ մի հատ sense քոլիկ չեք սարքել Գյումրիում, աղետի գոտին վերացնելու համար։ Բայց սարքողներին լավ հիշատակում են հաճախ։ Քննադատում են։ Դե հա։ Երբ որ հարց ենք տալիս գործող իշխանություններին, թե ինչու ձեր նախընտրական ծրագրում չէիք նշել, որ դուք պատրաստում եք սա թանկացնել են, մյուսը թանկացնել են, մյուսը թանկացնել եւ այդպես շարունակ, անվերջանալի ինչ-որ շարք, ասում են մենք նշել ենք բարեփոխում, այսինքն մենք կարմիր գծերը, այդ որ թանկացում ենք, տենց ենք կենտրոնը բեռնաթափում կամ տրանսպորտը բարեփոխում ենք թանկացնելով։ Ինչպես կմեկնաբանեք։ Ես կարծում եմ, որ ձեր բախտը բերել է, որ ինչ որ մի փոքր մի փոքր adekvatություն կամ մի փոքր պատրաստված մեքենա հանդիպե, որ այդքանը կարողացել է հոդաբաշ շարադրել, էլի, որովհետև երբ որ ես այդ նույն հարցը տալիս եմ իրանց, գիտեք ինձ ինչ են պատասխանում, բայց մենք չենք ասում, որ չենք թանկացնելու։ Գոնե ձեր պարագայում ինչ որ բարեփոխում, ինչ որ տես բառեր սովորել են իրար հետ մտածելու։ Իմ պարագայում հարցում ասում եմ, բայց մենք չենք ասել, որ մենք նույնին ենք պայելու։ Ընդհանրապես չենք ասել, էլի, հասկանում եք։ Այսինքն այս մարդկանց մակարդակը դա է։ Այսինքն այս 7 տարվա մեջ իրանք ինչ են ասել ու ճիշտ է եղել։ Ամենապրիմիտիվ սուտը որ սկսենք։ Ասում եմ 30 տարի։ Ընկեր, մի հատ եկեք հաշվենք, էլի Հայաստանը երբ է անկախացել, դուք իշխանությունը երբ եք վերցրել։ Ես ուզում եմ հասկանամ 91 թվականին են, ճիշտ է մենք անկախացել։ 2018-ին ոչ բարովներն եկել են, ճիշտ է։ Եթե մենք հաշվում ենք, որ 91-ի սեպտեմբերին է եղել, իրանցը եղել է 18-ի սկզբին, չէ՞։ Ստացվում է քարը տրակի 27 տարի օրինակի համար, 28 չէ, 26 տարի։ Նախ մի հատ են սարքում 30 տարի, չգիտես ինչի, որ ամեն ինչ իր օգուտ իրանց է։ Ինչ թիվը նմատես կլորացնում են։ Իրանք միջև մի բառ ասեք, որ ասել են եւ արել են իրանք։ Մի բառ։ Չկա տես բան, ես ամեն դեպքում չեմ հանդիպել։ Ես Փաշինյանը Հայաստանի տարածքն էր կլորացնում։ Հա, ամեն ինչը կլորացնելու բան է, բայց այդքան քննադատելու արդյունքում էլ նաև մի հատ դրական բան ասեմ, որպես երևանցի, էլի, որ օրինակ իմ համար դուրեկան, էլի, այդքան իրանց թուքումուր եմ անում, սևացնում եմ, մի հատ բան էլ ասեմ, տղեկ, այդ մի բանը ճիշտ է, կարելի է այդտեղ որպես ընդդիմություն նաև կրիտիկայի ենթարկել, որ ժամանակը չէր, այս գովազդները, որ իրանք ապամոնտեժեցին, որ ինչ որ ով իր ճաշակով ինչ չափսի գովազդներ ուզեցել փակցրել էր, այդ մի առումով ես օրինակ անկեղծ ասեմ, իմ սրտով էլ է, որ Երևանի պատերին այտենց անհասկանալի գովազդները հեռացնում են, էլի։ Ճիշտ է, այնտեղ կարելի է ինչ որ սահմանափակում անել, նոր սկսնող բիզնեսին թույլ տալ մի քանի ամիս թողնել, էս անել, այն անել, բայց այնուամենայնիվ, տեսեք ժողովուրդ, մի օրինակ դրական բան որ անում եք, ասում եմ լավ եք անում, էլի, բայց ընդհանուր դուք թալանչի եք, տղեկ։ Դուք թալանչի եք։ Ուղղակի այդ մի դրական բանն էր, էլի, ուրիշ չգտակ։ Չէ, մեկ էլ բան են անում, նայեք, դա էլ ասեմ, ձեզ ասում եմ դրական, չէ, մի հատ ուրիշ դրակ, իրանք ասել եմ, տղեկ, նոր իշխանությունը որ գա, չգիտեմ ով կլինի, բայց կգնամ կխնդրեմ իրանց, որ օրինակ համերգ կազմակերպելը ձեր մոտ ստացվում է։ Ճիշտ է, դեռ այնքան մեծ փող եք դուրս գնում, որ Իվիտա Միկուչյանին երգելուն 3.5 միլիոն եք տալիս։ Իվիտա Միկուչյանը չէր կարող է քաղաքին մի հատ երգնվիրեր գար երգեր, էլի։ Իրանց կռուգի երգիչներին էլի իրենց աղբերափայ գրեֆներն անում են իրանք, բայց վերջնական արդյունքում համերգը տենց իրանց մոտ ստացվում է։ Բայց դա ինչքան է դե արանք իրանց ջեբը դնում, դա արդեն ֆանտազիայի ժանրից է։ Համերգի գործը կթողնենք իրենց հուսանք փոխվելուց հետո։ Բայց չենք թողնում, որ այդ փողը թողնեն։ Այդ որ համերգը կազմակերպեն իրանք այտենց վազվուզ են այդ ամեն ինչը անեն, բայց ստանան այն աշխատավարձ, ինչին արժանի են, ոչ թե դրանից մի 20-30 անգամ ավել։ Երևանի քաղաքապետի հայրը վիրավորեց քաղաքացիներին բոլորիս հայտնի համբալ արտահայտությամբ։ Դրանից հետո շատ կարծիքներ էին հնչում, որ պետք է Աբինյանը հրաժարական տա։ Ձեր կարծիքով ո՞նց է այդ մարդը շարունակում պաշտոնավարել, ունենալով այդքան ցածր վստահություն քաղաքացիների կողմից։ Տեսեք, ի սկզբանե շատ ցածր է եղել վստահությունը, չի ունեցել այդ վստահությունը ինքը, ոչ մի ձևով չի ունեցել, եւ ես հոր պահը, քանի որ ընտանիքի պահը իմ մոտ կա մի հատ գիծ, ճիշտ է, շատ անընդունելի էր այդ բառերը, աբսուրդ էր ուղղակի, ոնց կարելի է վիրավորել մեր համակարգացիներին, այն պարագայում, որ մարդիկ ստիպված են այդ օպելը գնում ձեռք բերում, որովհետև ինքը ավելի հասանելի է իրանց համար,
եւ այս մարդկանց վիրավորելը անթույլատրելի է։ Սա փոխարեն ավելի լավ կներ, որ ժամանակին ես առաջարկում եի բեռնաթափման ծրագիր ինչպես ալնում, իրանք մի փոքր գաղափարագողությամբ զբաղվեն եւ իմ մտքերը ի կատարածեն, թե ոնց են պարկինգներ կառուցելու, չթողեն փողոցը կանգնեն մարդիկ, այդ որ առանձին հաղորդման կներկայացնեմ, բայց այդքանով հանդերձ Տիգրան Ավինյանն իր մնացած ամբողջ քայլերով այնպես է քաղաքը կառավարում, որ եկեք հասկանանք մնացածի պարագայում ոնց է ինքը կարողանում օրինակի համար մնալ քաղաքապետ։ Մանկապարտեզիների վիճակը մեծ մասինով ողբերգական 70%-ը սեյսմականության խնդիր ունեն, ուղիղ սեյսմականության խնդիր ունեն, աղբանության խնդիրը խնդիր, տրանսպորտի խնդիրը խնդիր, ասֆալտը անցյալ տարի սախտայի փոսելու մնացածը տեսանք ինչ վիճակ է, քաղաքապետանում ով ինչ մատ հարց է լուծում, հենց փողոցում հարց է, գներ են ասում, ես քան արժի, ինքան արժի, եւ դրա մասին նաեւ խոսում են իրենց падգամավորները։ Եկեք այդ խորքային խնդիրներից մի հատ խոսանք, հասկանանք այդքան խնդիրը կուտակող իրագործին ոնց է կառավարում, հետո նոր գանք հասնենք իր հոր մոտեցմանը, որտեղ այնքան շատ են քննադատը ու այդ ընտանիքի պահ ես որոշել եմ, որ չեմ անդրադառնում։ Իմ համար անձնա, որի գործունեությունը իմ համար թիրախ է, իր քայլերի համար ինքը պետք է պատասխան տա անխտիր։ Այդ երևույթը լիներ իր հայրը թե Պողոսը իմ համար անընդունելի էր։ Պարոն Մանուկյան, եւ մեր վերջին հարցը, ովքեր են քաղաքային տնտեսության մեջ ՔՊ-ի գործընկերները, Կոալիցիոն Հանրապետություն կուսակցությունը, Հանրային ձայնը, Ժողովուրդը, ովքեր են։ Տեսեք, իրենք ունեն գործընկեր հավասար պատասխանատվությունը կրող դա Հանրապետություն կուսակցությունն է եւ ունեն օրվա կուրսով Հանրային ձայնից փոկվածներ։ Ինչի համար եմ ասում օրվա կուրսով, նայած այդ օրվա կուրսն ինչքան է լինում, որոշում են ոնց համագործակցեն, անունն ինչ դնեն, կողմ են քվեարկում, թե դեմ են քվեարկում, որը հավասար է կողմին այդ տրամաբանության շրջանակում։ Բայց ինչն է կարևոր, Հանրապետություն կուսակցությունը ոչ միայն պատասխանատվություն է կրում, այլ նաև այդ մեղրի ամանից մատը լիզում է ինքը։ Եթե ոչ ասեմ գտալով ինքը ուտում է այդ մեղրից, ինչի համար, որտեղ իրանց կուսակցության հետ ասոցացող մարդիկ շինթույլտվություններ են ստանում, երբ որ շենքերը Photoshop են անում, մի շենքը տանում են այս կողմ, մեկը բերում են այս կողմ, այն մեկն էս են անում, տարածք են ստանում абսուրդ ու շինթույլտվություն են տալիս առանց սեյսմականության կամ մյուս խնդիրները այգին փակելով խայտարակ իրավիճակ կամ երբ որ իրենց կուսակցությունից ասում են, որ մեզ մնա տրանսպորտն ավելի կթանկացնենք, քիչ է կամ ասում են, որ Տիգրան Ավինյանը բիզնես կլասով գնացել է, Երևանցու համար է գնացել, լավ արել, քիչ արել, այսինքն իրանք ակնկալում են, որ հաջորդ թռիչքի ժամանակ first class-ում պիտի սև խավիար իրենց հյուրասիրեն եւ երևանցիներ դա անում են հատուկ ձեր համար, որ ձեր քաղաքապետն եւ քաղաքապետի տեղակալները եթե լինեն, բաժանի չեն իրանք որ ուտեն, թշերը կարմրանան, կլորանան, նոր իրանք գնան հանդիպումների եւ սկսած թաղապետերից, վարչության պետերից իրար մեջ կիսել են եւ այս ամբողջ բուրգի հետ Հանրապետություն կուսակցությունը փայ ունի ամբողջությամբ եւ հատուկ ուզում եմ նաեւ մեր հայրենակիցներին դիմել, որպեսզի իրանք նայեն տեսնեն, որ կեղծ ընդդիմություն խաղացող Հանրապետություն կուսակցությունը, որը մոլորեցնում է, այսինքն քննադատում է իշխանությանը, որ իշխանությունը ռուսների հետ էլա սիլիբիլի լինում, մյուս հետ էլա լինում, բայց մենք արմատական արևմտամետները ՍՏԼՖՍ են շարունակական, բայց վերջի արդյունքում գալիս նստում են, դառնում են իրենց այդ հավասար փա եւ հաջորդ խորհրդանական ընտրություններին իրանք լինելու են համար 1 հաճախորդը եւ համար 1 ժողովրդին մոլորեցնողն են լինելու եւ Երևանի օրինակը վառ օրինակ է։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան։ Ես եմ շնորհակալ։